Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները սկզբունքային են, և Միացյալ Նահանգները մտադիր է գնահատել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելու պահանջը, որը Մոսկվան որպես պայման է առաջ քաշել Սև ծովում հրադադար հաստատելու դիմաց։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակեցրել է, որ ոչ բոլոր պատժամիջոցներն է Միացյալ Նահանգները սահմանել, ապա հավելել, որ Վաշինգտոնը ցանկանում է հասկանալ, թե ինչ է ակնկալում Մոսկվան, որպեսզի կարողանան առաջ շարժվել։ Մենք կգնահատենք դրանք, այդ պայմաններից մի քանիսը ներառում են պատժամիջոցներ, որոնք մերը չեն, դրանք սահմանել է Եվրոպական միությունը։ Այնուհետև մենք դա կներկայացնենք նախագահին, որը պետք է որոշում կայացնի, թե որն է հաջորդ քայլը։ Երեկ էլ Միացյալ Նահանգների նախագահն էր ասել, որ կքննարկեն Մոսկվայի պահանջները, կա մոտ 5 կամ 6 պայման, մենք քննարկում ենք դրանք բոլորը, ասել էր Դոնալդ Թրամփը, որը նաև չէր բացառել, որ Ռուսաստանը գուցե ժամանակ է ձգում։ Այս ֆոնին Փարիզում այսօր անցկացվում է Ուկրաինային աջակցող մոտ 30 երկրների հերթական հանդիպումը, քննարկելու խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից հետո Կիևին անվտանգության երաշխիքներ տալու հարցը։ Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահը, որը երեկ արդեն ժամանել է Փարիզ եւ հանդիպել ֆրանսիացի պաշտոնակցի հետ։ Համատեղ ասուլիսին նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան հավելյալ 2 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն կտրամադրի Ուկրաինային։ Անդրադառնալով պատժամիջոցները վերացնելու Մոսկվայի պահանջին, Մակրոնն ասել է, որ Ռուսաստանը չպետք է թելադրի կայուն խաղաղության պայմաններ եւ իր գործողություններով բազմիցս ապացուցել է, որ մտադիր չէ հասնել խաղաղության։ Հետևաբար պատժամիջոցները վերացնելն այս փուլում չի դիտարկվում։ La paix par la force, c'est pas de commencer par enlever les sanctions. Ուժի միջոցով խաղաղությունը չի սկսվում պատժամիջոցները չեղարկելով, այնպես որ մենք չենք վերացնում պատժամիջոցները, այլապես կթուլանանք։ Պատժամիջոցների հարցը ի վերջո առաջ կգա, բայց իր ժամանակին։ Donc non, la question des sanctions viendra, mais elle viendra en temps voulu. Նախագահ Զելենսկին իր հերթին ասել է, որ լուրջ որոշումներ է ակնկալում այսօրվա հանդիպումից, որին մասնակցում են նաև Գերմանիայի կանցլերն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը։ Այժմ իհարկե ժամանակը չէ մեղմելու Ռուսաստանի վրա ճնշումը կամ թուլացնելու մեր միասնությունը հանուն խաղաղության, ասել է նա եւ հույս հայտնել, որ Միացյալ Նահանգները չի կատարի Ռուսաստանի пайманները։ Будемо надіятися і вірити, що Америки достатньо буде сил змусити. Եկեք հուսանք եւ հավատանք, որ Միացյալ Նահանգները բավականաչափ ուժ ունի ստիպելու Պուտինին համաձայնել անվերապահ զինադադարի։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան եւ խստացվեն այնքան, քանի դեռ ռուսական օկուպացիան շարունակվում է։ Не отримали підтримки з російської сторони вони. Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն իր հերթին Փարիզում այսօրվա հանդիպումից առաջ հայտարարել է, որ հրադադարի մասին նախագահ Պուտինի խոսքերը ոչ մի արժեք չունեն, եւ ի տարբերություն Զելենսկիի նա բազմիցս ապացուցել է, որ լուրջ չի վերաբերվում խաղաղության հասնելու բանակցություններին։ Նա խաղեր է խաղում Սև ծովում համաձայնեցված հրադադարի հետ, չնայած բոլոր կողմերի բարեխիղճ մասնակցությանը, եւ այդ ընթացքում շարունակում է ավերիչ հարձակումներ հասցնել ուկրաինացի ժողովրդին։ Նրա խոստումները դատարկ են։ Այս ընթացքում ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Դնեպրին, Խարկովին, Սումիին, Խերսոնին, որտեղ մեկ մարդ է սպանվել։ Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում 20-ից ավելի մարդ է վիրավորվել։